գործիչն է։ Կաթողիկոսից քանի որ խոսեցիք, Այո։ հետիդեմ չեք ելի մի կարգ տեսանյութ, ես Այո։ կանոնավորված կուզեմ դուք մի փոքր մանրամասն ներկայացնեք, թե ինչու է այսքան ջղաձգված Նիկոլ Փաշինյանը, որ այլևս տեսախցիկների առաջ վարձակում է քաղաքացիների վրա։ Ամենաբարձրը իրականացում է կաթողիկոս Չի կարա տեղանեն։ Հայաստանի հնորով է սպասել։ Ակնյական չես կերման։ Լսեք, Հայաստանի Հանրապետությունում Հանրապետություն կա պիսի օրենք, լսեք, որ կարող եք կարգել, չէ որ նա նախարար չի, որ կարող եք Հայաստանի Հանրապետությունում կաթողիկոս մի չի կարա Հայաստանի Հանրապետության դեմ գործի։ Չի կարող Լսի մի րոպե, լսի ինչ եմ ասում։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բացը ոչ մի բան չի կարող։ Ոչ մի բան։ Մի րոպե սպասի։ Որպես պետություն ու կաթողիկոս կա։ Պետրիչ Ներսիսյանը կաթողիկոս։ Ես համար կաթողիկոս Կարող է ձեզ համար չլինել, մեզ համար կար եւ վեհապար հայրապետը Այո, ուրեմն մենք տեսնում ենք, որ չնայած իրանց ուրախ ավտոբուսում տժժիկներին, որ այս պայթող տարածաշրջանին ռեպ են պարում, երեք Նիկոլը ազդարարեց, որ առաջիկայում արդեն հերթական ռեպետիցիաներ անում եւ հերթական ուրեմն թմբուկն է խփելու հերթական դիսկոտեկի ժամանակ, մենք տեսնում ենք, որ իրանց այս խայտարակ ինքնավստահությանը, Նիկոլի հայտարարությանը, որ իրենք ակնկալում են եւ վստահ են, որ 26 թվականի հունիսի 7-ին 65% ձայն են ստանալու, պատկերացնում եք ավելին, քան 21 թվականին այս իրավիճակները, երբ որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում անգամ փոքր այլակարծություն եւ ուղղակիորեն ռազմիրատա անում փողոցներում, մարզերում, գյուղերում իրեն ընդամենը ոչ թե ընդդիմացող, այլ ասենք եկեղեցին սատարող կամ ասենք թոշակների կամ որևէ այլ սոցիալական խնդիր բարձրացնող քաղաքացիների հետ, այսինքն այդքան ինքնավստահ իշխանությունը, որ վստահ է, որ 65%-ը իր ջեբն է, ինքն էլ սահմանադրական մեծամասնություն ունի, այսպես քյալա կներեք այդ բարի համար փողոցներում, գյուղերում ռազմիրատ ու կռիվ չեր անի քաղաքացիների հետ, ով ասում է, ենելով է ասում, հա, Նիկոլ քո ասած 3 միլիոն վարչապետերից մեկը, ասում է վեհապարը իմ համար Գարեգին երկրորդն է եւ ինքը ամենայն հայոց վեհապարն է, բա 3 միլիոն վարչապետ է Նիկոլ, դու էլ ես 3 միլիոն վարչապետերից մեկը ինքն էլ է, դու գտնում ես, որ վեհապարը Կտրիչ Ներսիսյանն է, ով աշխատում է Հայաստանի Հանրապետության դեմ եւ առ այս պահը որևէ փաստ դատախազությանը ներկայացված չի, քո նման մեկ այլ վարչապետ էլ հակառակ կարծիքն ունի, բայց ինչի՞ ես ափերից դուրս գալի, ինչի՞ չես տիրապետում քո էմոցիաները, որ ամեն առավոտ դեռ այսպես նիրվանայի մեջ, այսպես հանգիստ Զենֆիրայի կամ ասենք ռաբիզ որևէ երաժշտության տակ հղում ես Հայաստանի Հանրապետության 3 միլիոն վարչապետերին, մարդը իրավունք ունի ունենալու իր կարծիքը եւ այդ կարծիքը կարա չհամընկնի քո կարծիքի հետ, որտեվ դու էիր 18 թվականին, երբ որ ընդամենը մի քանի օրվա վարչապետ էիր եւ ֆերմերները եկել էին կառավարության դռան մոտ, ասում էիր կարան քացով էլ խփեն կառավարության դռանը, որովհետեւ սա իրանց դուրն է, իրանք այդ իրավունքը ունեն, որտեւ իրանք 3 միլիոն վարչապետերից մեկն են, հիմա մեկը փորձեց մի հատ պերաշկի բերի դնի կառավարության դիմաց ընդամենը պերաշկի, որը Իսկանդեր չէր, որը զենք չէր, որը կալաշնիկով չէր, որը ռումբ չէր, ամիջապես եկան գրկեցին, սենց փաթաթեցին տարան եւ տեղեկացա, որ կարծես թե գործա հարուցվել։ Հայ դեպ այդ որ խոսեցինք, հա, այդ շոուների մասին, գործ հարուցելու
Գիտեք, ես հասկանում եմ, որ ամեն ինչ պիտի անեք, նաև այս Ռուսաստանից եկող հիբրիդային պատերազմի վտանգը նաև պատկերավոր, այսինքն այլևս սյուժե առ սյուժե, ռիլ առ ռիլ, տեսանյութ առ տեսանյութ ներկայացնելու համար նայում եմ մի հատ խեղճուկրակ սյուժե է, ուրեմն ազգային անվտանգության դիմաց, ինչ որ մեկը, չգիտեմ, ինչ որ հրավար շիշ անետել եւ հենց այդ պահին ասում է ակազիվայիցը, որ այդ պահին տեղով անցնում էր մի մեքենա, այդ մեքենայից այդ կադրերը նկարում են հերիք չի եւ ակազիվայիցը այդ քաղաքացին, որը չգիտեմ ինչի անկապ որոշել է ԱԱՑ-ի վրա ինչ որ հրավար շիշ նետել, ես չգիտեմ ինչ անետել, մոլոտովի կոկտեյլ ա եղել, ինչ ա եղել, պարզվում է Ռուսաստանից է, էդ էլ հերիք չի, ակազիվայից իրան տեսել են Սամվել Կարապետյանի, ուրեմն քաղաքական ուժի հավաքների ժամանակ, գիտեք, ինչ ասեմ, այդ Կայա Կալասին դիմեք, այդ որ Արարատ Միրզոյանը նամակ էր գրել, ասում էր արագ արձագանքման ջոկատ կուղարկեք, որ ստեղ հիբրիդային Ռուսաստանի կողմից սանձազերծված հիբրիդային պատերազմի կարողանանք դեմը առնել, Կայասին ասեք, իրանք կապեր ունեն էլի Հոլիվուդից, լավ Հոլիվուդը շատ բարձր մակարդակա, հնդկական Բոլիվուդից սցենարիստ հրավիրեն, որ մի քիչ ավելի արժանահավատ լինեն ձերես շիշ նետելու եւ առաջիկայում մենք տեսնելու ենք նաեւ այլ սցենարներ, որ ներկայացնեք հիբրիդային պատերազմի դեմ պայքար, ողջ լիներ Կոնստանտին Ստանիսլավսկին, կասեր նիվերու, արժանահավատ չեք, այդքան փող են տվել 15 միլիոն դրամ առաջի փուլում այս տեսարանները, շոուները ապահովելու համար, լավ սցենարիստ գտեք, Հայաստանում տեսեք կան, չկան, արդեն ասեցի Բոլիվուդից կամ լավ փող ունեք Հոլիվուդից հրավիրեք, որ այդ շոուները լինեն մի քիչ ավելի արժանահավատ։ Ուրեմն սա էլ ուրեմն այս մասով ինչ հարց ունեք։ Ուրեմն այդ նույն օրը մեկ այլ պատկեր, Այո։ ինչի է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Այո։ Դուք չեք բացում որ չեք բացում։ Լավ է, գիտեք լավ որ լավ ճիշտ է, որ գերեզ ու տանի որ ցանկել են ոչի բանը չէ։ Մեր էս հետը որ բերել դրել որ կան կասեք, մտքեր բերան բաղացեք մանկապատը չկա, համեն ղեկավարը դալիս ասում 600 միլիոնով խառնում։ Ասում Ուզում ես անջատի արդեն, հա։ ասում մտքերը հայտարարված է։ Մինապե, այդ արավոտի դիրիկո բամբասան կա, գիտեք որ ես Դուբայի, սպասի, մինապե սպասի, գիտեք որ ես Դուբայի, մինապե սպասի, եղտար բաղմաս, չէ ջվայլանում եմ, գիտեք որ Դուբայում տուն ունեմ, Փարիզ տուն ունեմ, բանո տուն, Այո, այս արդեն ես այս թեմային անդրադարձա, այո, դեռ պաշտոնական քարոզարշավը մեկնարկած չի, դեռ ընդամենը ուրախ ավտոբուսի բնակիչները, այսպես հա, ժողովրդի տրամադրությունն են շոշափում, որտեղ Նիկոլ որպես նախկին գործընկեր ասեմ, որ եթե դու չես տիրապետում իրական տրամադրություններին, քեզ խաբում են։ Իհարկե դու ունես մի ախուրյանցի անո պայմանական սեգմենտ, որ ինչ էլ անես, իրանք գնալու եւ քեզ են քվեարկելու, բայց եթե քեզ ներկայացված է, որ այսպես դու կարող ես, հա, տենց գնալու որևէ ընդդիմախոսություն չի լինելու, որևէ տեղ դու որևէ խնդրեմ չունես, ես չգիտեմ այդ թվերը ով է կեղծում դնում քո սեղանին, այդ կեղծողին կանչի, սենց ականջները մի հատ լավ օլորի, դու Նիկոլ չես տիրապետում իրավիճակին իրականում եւ սա այո իմ հաստատում է այն որ չի հանդուրժում գիտեք իրապես դուրս գալիս երբ որ դրաման ենք ասում իմ Դուբայի տներից Ֆրանսիայի այո բա ունեք բա ովքեր են հարստացել
Այո, տեսեք, հա, ես չեմ կարող դրանք ոչ հերքել, ոչ հաստատել, որտեվ նաև որպես նախկին լրագրող եւ լուրջ քաղաքական գործիչ ես միայն փաստերի վրա կարող եմ եզրակացություն անել, ով որտեղ ինչ տուն ունի, բնականաբար դա ուրեմն բռնելի է, հա, մենք դա չենք կարող ոչ տեսնել, ոչ հաստատել, բայց սա փաստ է, որ իր վրա վստահ ղեկավարը, ով վստահ է, որ 65%-ը իր գրպանում է, ով որի երկրորդ դեմքը խորհրդարանի Ալենի վստահ է, որ ընդդիմադիր ուժերը ընդամենը կռիվ են տալի Նիկոլի համար ընդդիմություն աշխատելու համար, շատ ավելի հանգիստ պիտի ընդուներ ցանկացած քննադատություն։ Եվս երկու ուրեմն